Ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը կդառնա պետական նպաստ։ Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել պետական նպաստների մասին եւ պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Հիմնավորվել է այն փաստարկներով, որ ծրագիրը ունեցել է դրական արդյունքներ։ Մենք նպատակները 2021 թվականի երբ կառավարությունը մշակել եւ հաստատեց ծրագիրը, նպատակ կար, որ ընտանիքում երրորդ եւ հաջորդ կարգատվող երեխաների ծնունդները շատանան Հայաստանում, ինչը տեղի է ունեցել եւ ի թիվս այլ ուրեմն պետական երաշխիքների եւ ծրագրերի ունեցել ենք ցուցանիշների աճեր։ Օրենքի նախագծով առաջարկվում է նաև ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված համահարթեցում կատարել։ Այսօրվա դրությամբ առաջին եւ երկրորդ երեխայի համար տրվող 300,000, երրորդ եւ չորրորդ երեխայի համար տրվող 1 միլիոն եւ հինգերորդ ու հաջորդ երեխայի համար տրվող 1.5 միլիոն դրամի փոխարեն բոլորի համար առաջարկվում է սահմանել նույն չափը 500,000 դրամ։ Յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստից կարող են օգտվել այն դեպքում, եթե երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Քաղաքացիության պահանջն առաջարկվում է կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ համահարթեցմանը վերաբերող կարգավորումը սկսած 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հաջորդ առաջարկը վերաբերում է պետական նպաստների եւ կենսաթոշակների վճարմանը։ Կառավարությունը վճարման համակարգի եւ եղանակի վերաբերյալ կարգավորումներ տալու լիազորություններ կունենա։ Խոսքը վերաբերում է կենսաթոշակների եւ նպաստների ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարմանը։ Այն կգործի 2026 թվականի ապրիլի 1-ից։ Ավելի քան 660,000 կենսաթոշակ եւ նպաստ ստացող քաղաքացիներից շուրջ 58,000-ն են, որ ստանում են կանխիկ եղանակով եւ նրանց համար կառավարությունը կսահմանի ուրեմն սահուն անցման մեխանիզմներ, այնպես որ ապրիլի 1-ից բոլոր վճարումները կկատարվեն անկանխիկ եղանակով։ Օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկվել է նաև երկրորդ ընթերցմամբ եւ ընդունվել։ Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նիստում։ Մեր քաղաքացիների պարագայում օրինական գտնվելու ժամկետով Միացյալ Արաբական Էմիրություններում B կարգի եւ D1 կարգի ենթակարգերի վարորդական վկայականներով նրանք կարող են ազատ երթևեկել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հիշեցնեմ, որ B կարգը եւս թեթև մարդատար ուրեմն ավտոմոբիլներն են, իսկ D1 կարգը ուրեմն փոքր ավտոբուսը մինչեւ 16 տեղանոց տրանսպորտային միջոց է։ Հուշագրի կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով։ Պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները։ Ղարաբաղից բռնի տեղահանված ցանկացած ընտանիք, որը ձեռք կբերի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կկարողանա մասնակցել բնակարանային աջակցության պետական ծրագրին։ Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագրի ֆինանսավորմանն առնչվող վարկային համաձայնագիրը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել $250 միլիոն չափով վարկ, արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դնամաշնորհային միջոցներն էլ կազմում են $11,450,000 ԱՄՆ։ Պայմաններին համապատասխանելու դեպքում ընտանիքները կարող են դիմել, ստանալ հավաստագրեր եւ իրենց նախընտրած բնակավայրում գնել բնակարան։ Այս պահին 3810 ընտանիք դիմել եւ ստացել է բնակարանի հավաստագիր, որոնցից 1631-ն արդեն ձեռք է բերել իր բնակարանը կամ սեփական տունը։ Վարկային միջոցների մասանման ժամկետ է սահմանվում մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։ Աջակցության չափը յուրաքանչյուր անդամի մասով կազմում է 3, 4 կամ 5 միլիոն դրամ։ Սյունիքի մարզում տնտեսական դիմակայունությունն ու բնակչության կենսամակարդակը բարելավելու նպատակով մեր երկրին կտրամադրվի 50 միլիոն եվրո գումարի չափով վարկ։ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստան դիմակայուն Սյունիք ծրագիր գումարած հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քննարկվել եւ ընդունվել է Ազգային ժողովի արտահերթ նիստում։
Ծրագիրը ներառելու է 3 ուղղություն եւ 3 բաղադրիչ, դրանք ջրամատակարարման, կրթական եւ առողջապահական ուղղություններն են։ Ծրագրի հիմնական ներդրումային առաջնահերթությունները, որոնք վարկային համաձայնագրով սահմանվել են, դրանք որակյալ առողջապահական բժշկական ծառայությունների զարգացումն է, որակյալ կրթության հասանելիությունը եւ մասնագիտական կարողությունների զարգացումը եւ ընդլայնումը, ջրամատակարարման համակարգերի զարգացումը։ Ծրագրի իրագործմամբ ակնկալվում է բարելավել տնային տնտեսությունների ու համայնքների կենսապահովման միջոցների ու սոցիալական ծառայությունների հասանելիությունը, ընդլայնել մարզում տնտեսական գործունեության ու զբաղվածության հնարավորությունները, ապահովել ջրամատակարարման համակարգերի կայունությունը եւ բնակչության համար խմելու ջրի որակն ու հուսալիությունը։ Ծրագրի շրջանակներում բոլոր միջոցառումները կիրականացվեն ֆինանսական պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։ Խորհրդարանն ավարտել է 10-րդ նստաշրջանի աշխատանքը։